33 տարի ըստ Իլհամ Ալիևի Բաքվի ու Վաշինգտոնի հարաբերությունների ջերմացմանը խանգարել է Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացումը։ Գաղտնիք չէ, որ մեր երկրների հարաբերությունների վրա սև ամպի պես կախված է այդ նողքալի 907-րդ լրացումը։ 1992-ին Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ընդունված այդ լրացումը Վաշինգտոնին արգելում է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել։ Ալիևն ուզում է, որ Թրամփը պահի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը իրեն տված խոստումը եւ կոնգրեսը չեղարկի Ադրբեջանի համար գլխացավանք դարձած լրացումը։ Միացյալ Նահանգների այսօրվա վարչակազմը շատ պրագմատիկ է, շատ պրոֆեսիոնալ նախագահի գլխավորությամբ։ Սպիտակ տանը շատ լավ գիտեն իրենց շահերը։ Ըստ Ալիևի Միացյալ Նահանգների շահերից է բխում լրացման չեղարկումը։ Ավելի վաղ նրա օգնական Հիկմետ Հաջիևն էր հայտարարել, թե 907-րդ լրացման պահպանումը հարվածում է Հայաստանի հետ խաղաղության գործընթացին։ Միթե խաղաղության մասին հայտարարող Ադրբեջանը ուզում է իր զինանոցը ամերիկյան զենքերով թարմացնել։ Խաղաղության խոսույթը սրանք ուղղակի հայ ժողովրդին ընդդարմացնելու եւ Հայաստանի իշխանությունների համար ուղղակի էժան սպառման ապրանք է, վաճառելու խաղաղություն բառը, որի տակ Ադրբեջանի հերթական նկրտումներն են։ Փորձագետների կարծիքով Իլհամ Ալիևն ամերիկյան զենքի հույսին չէ։ Մեծ Բրիտանիայից, Իսրայելից, Թուրքիայից ամենաժամանակակից զենքերով է վերջին տարիներին համալրել բանակը։ Արցախում գործած ոճիրները վրայից մաքրելու համար է ուզում, որ Թրամփը չեղարկի 907-րդ լրացումը։ Վերացնեն այն բոլոր բանաձևերը, որոնք Ադրբեջանի դեմ էին ընդունված, ցույց տա, որ ինքը լրիվ մաքրվել է, որ ամբողջ աշխարհը ճանաչել է, որ այդ ամենը շատ նորմալ էր, ոչ մի ռազմական հանցագործություն չկա, որովհետև եթե ինքը նրան հասնի, ինքը վաղը ասելու է ամերիկացիներին, ասել է, եթե ես ռազմական հանցագործություն եմ իրականացրել, դուք ինչու եք օրինակ վերացրել այս բանաձևը։ Կովկասագետը ենթադրում է, որ ադրբեջանցի պաշտոնյաները ուզածին հասնելու համար կարող են փորձել ամերիկացիներին համոզել, թե 907-րդ լրացման չեղարկման դեպքում իրենք կկարողանան օգնել Հարավային Կովկասում Ռուսաստանի դեմ պայքարին։ Ինքը ուղիղ չի ասում, որ Ռուսաստանից է վախենում, բայց ակնարկում է։ Այսինքն ամբողջ իր հարցազրույցը եթե դիտենք, կտեսնենք, որ ինքը ակնարկումը սա արևմուտքի համար շատ ընդունելի տարբերակ է, որ ինքը արևմտյան աշխարհին ասա ուզում ներկայացնի, որ ինքը ուղղակի Ռուսաստանից է վախենում, դրա համար է զինվում։ Կարեն Իգիթյանի կարծիքով պատմագրությունը կեղծող ադրբեջանցիները Հարավային Դաղստանը, Արևելյան Վրաստանը, Հյուսիսային Իրանը համարում են իրենց տարածքները։ Բայց հիմա դեռ դիվանագիտական զսպվածություն է ցուցաբերում Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի նկատմամբ, ինչը ստիպված չեն անել Հայաստանի դեպքում։ Հայաստանը այս պայն փոքր նաև թույլն է այդ խաղացողներից, Ադրբեջանը առաջի հերթին պատրաստվում է հենց Հայաստանին հարվածել, եւ եթե մենք տեսնենք, որ արդեն բուհերում պետական ծրագիր է իրականացվում այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի ուսումնասիրության մասին, այսինքն սա արդեն պետական ծրագիր է բուհերում, ապա մենք հասկանում ենք, որ այն ինչ որ Ադրբեջանին հաջողվեց անել Արցախի հետ իրենք պատրաստվում են անել արդեն Հայաստանի դեմ։ Փորձագետը վստահ է, Բաքվում երբեք չեն հրաժարվելու Հարավային Կովկասում ռազմական ճանապարհով իրենց նպատակներին հասնելու ծրագրերից։ Ինքը նաև ասաց, որ Ադրբեջանը կարող էր բացել Զանգեզուրի Միջանցքը իր բառով աշխարհով օգտվելիս ուրիշ տարբերակներով, բայց շատ լավ է, որ Հայաստանը համաձայնվեց բացել այդ Զանգեզուրի Միջանցքը խաղաղ ճանապարհով։ Իսկ ինքը ասում է, որ Պարզ ասում է, որ ինքը պատրաստվում էր եւ հիմա էլ այդ զենքը մի կողմ չի դրել։ Նոր տարվա իր ուղերձում նաև հայտարարեց Ալիևը, որ աշխարհում այլևս միջազգային իրավունքը չեն աշխատում, եկել է ուժի ժամանակը եւ ըստ էության սրանք հայտարարություններ են հերթական ագրեսիայի եւ ընդհանրապես պատրաստության մասին։ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների համար ակնհայտ է այն, ինչ Փաշինյանը հայ ժողովրդին է ներկայացնում իբրև դիվանագիտական ձեռքբերումներ, ընդհանրապես զիջումներ են Ալիևի քմահաճույքով։ Ադրբեջանի նախագահն ուղիղ ասել է, որ Վաշինգտոնյան փաստաթղթերով ամրագրվել են իր բոլոր պահանջները։ Ինչն էլ չի ամրագրվել, պետք է կյանքի կոչվի, այլապես ինքը չի ստորագրի Փաշինյանի երազած խաղաղության համաձայնագիրը։ Կարնե Մանգասարյան, Լանա Համբարձումյան, Նորա Շարբաթյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։
Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։